գործունեություն կատարեցիք։ Հայկական երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, արժեքներով լի, դեպի առաջ ընթացող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իր լուսավոր ապագան ստեղծող Գյումրի։ Մխիթարյան, այս պահին ինչ մտահոգիչ լուրեր եք ստանում։ Անկեղծ ասած դեռևս էական մտահոգիչ բաներ չենք իմացել, ուղղակի տեղամասեր կան, որտեղ կուտակումներն են շատ, հիմա այդ կարելի է թե դրական առումով դիտարկել, թե բացասական, ամենայն դեպս բազմաթիվ դիտորդներ կան, լրագրողներ կան, վստահված անձիկ կան, կարծում եմ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Պարոն Մխիթարյան, եթե ընտրվեք սուսուփուս քաղաքապետ եք լինելու, այսինքն քաղաքի հոգսերով, թե ընդդիմադիր գործիչ եք լինելու, ով պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար։ Դուք այն օրը դեբատը տեսել եք, ես սուսուփուս էի։ Դե այս ժամանակ տեխնացու եք, ես քաղաքապետի կարգավիճակով եմ ասում։ Կապրենք կտեսնենք օրինջը։ Հետևորդների թիվը ինչքանով ավելացա բանա։ Ես կներեք այդ անլուրջ վերլուծություն եմ համարում, իմ հետևորդների թիվը 2019 թվականից է ավելացել, Facebook-ում կարծեմ մոտ 145,000 է, այդ ստաբիլ այն զանգվածն է, որը մնացել է ու գնալով ավելանում է, բայց հիմա 100 հետևորդ գալիս է, 500 հետևորդ գնում է, դրանով վերլուծել, որ ինչ-որ, չգիտեմ, էֆեկտիվ քայլ է արել քաղաքականության մեջ կամ դեբատներում հաջողություն ես գրանցել, երբ քեզ 5 հարց են տալիս, 5 հարցին դու կոնկրետ պատասխան չունես։ Մի խոսքով կարծում եմ մեր գյումրեցիները վերլուծություններ արել են դեբատներից, Քարոզարշավից են վերլուծություններ արել, այն չի, որ հիմա մենք այս ճեպազրույցի ընթացքում մարդկանց մոտ ինչ-որ կարծիք կամ տպավորություն պետք է փոխենք, մարդիկ բավականին երկար ժամանակի արդեն իրենց ընտրությունը, իրենց որոշումը կայացրել են, տեսնենք մի քանի ժամ մնացել։